Նաև ուզում եմ մեկ րոպե լավություն հարգենք նախագահի Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Քալանթարյան, ես պետք է ասեմ, որ Հայաստանի իրավապահ մարմինները երևակայի բոլորից շատ են շահագրգռված այս ոչռագործությամբ արձանելու համար և հեռուստատեսությամբ հայտարարվեց, որ հայ-ռուսական իրավապահները միասին քննչական խումբ են ստեղծել և նրանք համատեղ գործի քննությունը տանում են։ Եվ ուրեմն և երկրի նախագահի ուշադրության կենտրոնում է դա, և եթե դուք հեռուստատեսությանը հետևացել եք, դուք ասել եք, ես բոլորին են նկատիչան ոչ թե միայն ձեզ, ուրեմն Հայաստանի Հանրապետության քննչական ծառայության տնօրենը պարոն Ավանգարնիկիչը հրավիրել է իր գոլեգային Հայաստան, դատախազը խոստացավ բոլորին, որ կխոսի Ռուսաստանի Հանրապետության դատախազի հետ և այդ բոլորի արդյունքը հանրությանը տեղյակ կպահի։ Եվ հիմա ուղերձների և այլնի ժամանակը դեռ չի, նաև ասեմ, որ այսօր դրանք իրավապահների խնդիրներն են։ Եկեք մենք ժամանակից առաջ չանցնենք և որևէ խնդիրներ չառաջացնենք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանդիսանում նաև բանասուրի բնակիչները և Գյումրիի քաղաքապետ և ավական ակեն իսկ ուղերձով դիմել են գլխավոր դատախազին իր Շիրակի մարզի դատախազության մոտ հրապարակախ խոստման կատարման պահանջով ուղերձով դիմել են, որպեսզի ինքը այնուամենայնիվ այդ ծերությունը ուղղակի Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազին Պերմյակովին հանձնելու Հայաստանի իրավապահ մարմինների որպեսզի քննությունը իրապես կատարվի և նման հարցով իշխանության մենք արդեն ուսուցադրել ենք դիմանը մեր կազմակերպության կողմից։ Պարոն Սարգսյան, ես գտնում եմ, որ եթե Հայաստանի Հանրապետության իրավապահական կորպուսը ասենք գտնել դրա անհրաժեշտությունը ինքը իր բոլոր համայնքների կանոնարարել, որպեսզի այդպիսի գործընթաց գնա։ Սակայն նաև համոզված եմ, որ այսօր մեր իրավապահները ռուս իրավապահների հետ շատ հստակ համագործակցում են, քննչական խումբը համատեղ է ստեղծված և գիտեք, մեզ մնում է այստեղ միայն ցավակից լինել զոհվածների հարազատներին, հարգենք նրա հիշատակը և դատապարտենք ոչռագործությունը, իսկ մնացած իրավապահական խնդիրները վերեք թողնենք իրավապահների, իրենք շատ ավելի հստակ և շատ ավելի օրենքի ուժով, նաև նորից եմ կրկնում, ավելի քան համոզված եմ, որ ուրեմն օրենքի ամենախիստ ձևով դատապարտվելու է ոչռագործությունը։ Առաջարկերի նման մեխանիզմ անդուլատվելիա, որպեսի որեցի գործալի մարմին հրահանգի առողջ սալատների։ Մենք հիմա ուղերձ ենք գրում, որ ինչ ասեմ ինչի համար։ Ուղերձ ենք գրում, որովհետև այդ իրավական գործընթացի վրա շատ մեծ ազդեցություն ունի ցավով քաղաքական գործունեությունը։ Հանրային պահանջարկի նպատակ ունի նման ուղերձները, որ ոչ թե կենտրոնից թելադրման կամ առաջարկի հիման վրա է հանրային պահանջարկը, որ անպայման հանցագործը կամ հանցագործության մեջ վերածվող փոխանցի, այլ դա հանրային պահանջ, սա կարևոր խնդիր է։ Եվ ինչքան շատ տեղական ինքնակառավարման բանից կբանացել հանրապետության երրորդ քաղաք, եւ երրորդ քաղաքը նման քաղաքը շատ ճիշտ է, որտեղ ցուցիչը որ կատարվել է Հայաստանի քաղաքացիների նկատմամբ չկարող անտարբեր մնալ, առնվազն այդ անտարբերությունը, որ անտարբեր չի, կարող արձանագրվել ուղերձի միջոցով, իրապես հավաքանու կամ տեղական ինքնակառավարման իդեալիզացիոն ցուցաբերելով համայնքի ավականին ուղերձով իրավունք ունի եւ դա իրավասություն է դիմելու կենտրոնական մարմինների հայտած
Հիմա այդ դատախազը կամ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունը ունենալով որոշակի խնդիրներ Ռուսաստանի Դաշնության հետ քաղաքական մարտությունում, հանրային պահանջարկի արկայության դեպքում իր դիրքերը շատ ավելի ուժեղանում է։ Այդ պահանջը հանդեպ հասցնելու եւ Պետրակովին Հայաստանի Հանրապետության իրավապահմանի ենթակայությանը հասնելու տեսակետից։ Եթե չկա այդ աղմուկը, չկա այդ պահանջը, Ռուսաստանի Դաշնության քաղաքական գործոն ասել որոշիչը։ Ինք ասում է ձեր հանրությունը չի ուզում, նախասերն է։ Այսինքն կարևոր է որ հանրության պահանջ ձևակերպի։ Սա է ամուշնիք, այսինքն մենք ուզում ենք ուժեղացնել Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանության, որի հետ ես բավական անձամբ եւ որպես կազմակերպություն լուրջ խնդիր է, բայց կանոնից է խնդիրը իշխանությունն ու հասարակությունը արդեն խառնած, որտեղ սա ողջունությունը ամբողջ բոլորիս իրական խաթարած եւ այս տեսակետից ավականին որպես երրորդ քաղաքի հանրապետության երրորդ քաղաքի ո՞ց կարա արտարբեր այս ուղերձը դա այն պաշտոնական հաստատություն է դիսկորոշում է որի նպատակը իրավական պահանջել է արդեն գլխավոր դատախազը Հայաստանի Հանրապետության այդ ձևակերպում կամելու որ նա պետք է փոխանցվի ճիշտ է պետք է փոխանցվի Հայաստանի իրավապահ մարմիններին եւ այդ գլխավոր դատախազի իսկ ով է ասում որ հիմա հետաքննություն է գնում հետաքննությունից հետո միգուցե արդեն տրվում է Մեկ այլ իրավապահ մարմնի ենթակայությամբ կա եւ մեր դերիչները հետաքրքրություն վերցնեն որպեսզի անձին քննեն։ Համատեղ պետրեչական վերդառնալու։ Սակայն այնուամենայնիվ այսօրվա նիստի համար որոշ նախագիծն է կազմված, որ նորմալ իրազեկված են ավականու անդամները, այնպես որ Ես ընդունում եմ, մենք նախագիծի կներկայացնենք ավականու անդամներին ներկայացնենք, խնդիր չկա։ Կլինի ավականու անդամների մեկ երրորդի նախաձեռնության կամ քաղաքական նախաձեռնության արտահայտվից ևս ցայտ դատող ուղղությունով շատ հրաշալի։ Բայց մենք այդ նախագիծը կազմենք։ Լավ, շնորհակալություն, Սարգոն, բայց ես մի խնդիր եմ ուզում ասեմ։ Գիտեք, հարգարժան ավականու անդամներ, հարգարժան ներկաներ, բերեք ամեն ինչ իրեն տեղա։ Ասենք, մեր երկրում շատ ճիշտ կլինի, որ ամեն մարդ իր գործով զբաղվի եւ ամեն մարդ պատասխանատվություն կրի իր աշխատանքների համար։ Իհարկե, հասարակության կարծիքը միշտ պետք է պահենք, բայց նաեւ տեսնեմ, որ մեզնից առաջ այդ քննրով զբաղվողները շատ ավելի պատասխանատու ձևով զբաղվում են այդ քննրով։ Այնպես չի, որ քննիրը բարձի թողի է թողնված եւ մենք ենք ուզում դեր կանգնել։